Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Մաքենիսի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը beauty expert Ռաիսա Ռուբենին է, բոլորից շատ հայտնի ու սիրելի։ Ողջույն Ռաիսա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես բացարձակ լավ տրամադրություն ունեմ։ Մենք զգում ենք։ Ուրեմն Ռաիսա ջան, շնորհակալ եմ նախ որ հյուրընկալվել եք իմ տաղավար եւ յուրահատուկ կերպով այսօր քայլելու ենք ձեր արմատների հետքերով։ Քայլելով դեպի Գեղարքունիքի մարզ ու պեղելով այնտեղից ամենահետաքրքիր ու յուրահատուկ տոլման։ Հայկական տոլմայի պատմության մեջ ինձ համար ամենայուրահատուկներից մեկն է, եթե կարող եմ նշել այսպես, որ չեմ փորձել դեռ եւ փորձելու եմ այսօր։ Եվ կորսված բաղադրատոմս է, որի մասին պատմել է, այդ պարտադիր է, որպեսզի մեր աղջիկներն էլ դա նոր հարսիկներն էլ կանեփով տոլման կարողանան պատրաստել։ Ռաիսա ջան, քո արմատները կոնկրետ որտեղից են։ Իրականում այսօր արմատները մուշ։ Այո, արմատները մշեցի են, ասում են, որ կանեփով տոլման նաև Ալաշկերտից են, այո, միանշանակ դե Էրգրից եկած բաղադրատոմս է, այո, որը տեղային բնույթ է կրել իհարկե Գեղարքունիքի մարզում, հիմնականում հայտնի է այնտեղ, եւ ես ուզում եմ անդրադառնանք հիմնականում այս տոլմայի պատրաստման ժամանակահատվածին, որովհետեւ ես գիտեմ, որ ինքը ունի որոշակի ժամանակ եւ որոշակի ծեսի ժամանակ են դա պատրաստում։ Այո, երեխեք ջան, Վարդենիսում, հենց Վարդենիս քաղաքում ասում եմ, որ իմ խորխպրանքը ամենահայտնի կանեփով տոլմա պատրաստողներ էին։ Կանեփով տոլմայի պատրաստության ժամանակ կանայք հավաքվել են այդ տան մեջ եւ դա տևել է մի քանի օր, որովհետեւ մի քանի անգամ պետք է աղալ ծեծում էին այն աղքարի աղացների տակ երկանկով աղում էին եւ աղում էին այնքան, հետո ջուրն են քամում, որովհետեւ տոլման հենց պատրաստում են այդ ջրի մեջ եւ ինքը ինչքան էլ որ իր մեջի պարունակությունը շատ պարզունակ է, կանեփի այդ յուրահատուկ համի պատճառով կանեփով տոլման իրոք կարելի է ասել, որ Գեղարքունիքի այն ուտեստներից է, որը ամոթ չի հյուրին զարմացնել, քանի որ ես ճիշտ ասած չգիտեմ Հայաստանի ռեստորաններում կարողանում եմ պատրաստել թե չէ։ Ես երբևէ չեմ հանդիպել, միգուցե որոշ էթնիկ խոհանոց ունեցող ռեստորաններում հանդիպենք, բայց ես չեմ տեսել։ Եվ մեկ-մեկ լինում է այդ նոր սեղաններին ինչ որ ուտում ես ու հասկանում ես, որ տատի սարքածն ուրիշ էր։ Սա իմ ինչ է որ պետքա պատրաստեմ, իմ գեղեցիկ տատի այդ բաղադրատոմսերով եմ պատրաստում, իմիջիալս տատը սենց հումոր ուներ, որ մեզ մի քիչ վատ էինք պահում, ասում էր, աղջի ցեզի շնորհքով պահեք, ցեզի չի տան թերթին։ Տատը սաղ եղեր ու տեներ որ մկա թերթի չէ կիտան, տելևիզորի է կիտան։ Տելևիզորով եկիր է մեր կեղի պատմություններ պատմել։ Բայ Ռաիսա։ Ռաիսա ջան, ուրեմն ես ուզում եմ հիմա բաղադրիչները թվարկենք, հետո անցնենք մեր բուն խոսակցությանը։ Ես ներկայացնեմ ինչ է այստեղ, հա, կոտրած ձավար ունենք, որը որ թրջել եմ նախապես մի փոքր, որպեսզի ավելի շուտ եփվի։ Ունենք գլուխ կաղամ, որը թթված է։ Աղցուկ ձավարն է, էլի։ Հա, կոտրած ձավարն է, այսպես ասեմ։ Աղցուկ ձավարն է։ Այստեղ մենք ունենք գլուխ կաղամ, որը թթված է ամբողջությամբ։ Ապայման թթու կաղամ, երեխեք ջան, ես կներես քեզ ընդհատեմ, ես ուսումնասիրեցի մի քիչ կանեփով տոլմայի ամեն մեկը ինչպես են պատրաստում, տեղեր որ պատրաստում են օրինակ էջմիածին ու դա բայազետի բաներում, բաղադրատոմսերում խաղողի տոլմայով է, բայց մեր գյուղին այո, բայց մեր գյուղին կաղամբով է, որովհետև մեր կեղմինը քելեմա կաճախ։ Հասարակ բան է, դա պատմություն է նրա հետ կապված, որ ինչու են որոշ վայրերում կաղամբ օգտագործում, որոշներում տերև կամ ազնվամորու տերև անգամ տարբեր բուսատեսակներ։ Բայց ճիշտը թթուն է, որովհետև այս տոլմայի ամբողջ համը, հա, այդ թթվության մեջ է։ Բարի, շարունակենք։ Ուրեմն այստեղ ունենք գլուխ սոխ, այստեղ 4 գլուխը ինձ թվում է բավական է։ Ունենք սարի ուրց, որը թեյի ուրցն է, ոչ թե ցիտրոնի մասն է խոսքը։ Ապրես սարերից հավաքած Գեղարքունիքի սարերից բերուկ, խամեմ նա։ Դուք համեմ եք ասում։ Հետաքրքիր էր։ Այստեղ ունենք կարմիր պղպեղ, ունենք բոված ուրեմն կանեփի սերմեր, այստեղ կան նաև աղացած կանեփի սերմեր, մենք օգտագործելու ենք աղացածը, պարզապես մենք ցույց տալու համար ենք այստեղ դրել։ Տանք բովելու եղանակը, որովհետև կանեփ աղալուց առաջ անպայման պետքա բով։ Այո, որ իր յուղայնությունը ավելի հեշտ դուրս գա միջից, որովհետև եթե չոր չի լինում, այո, խոնավի միջից յուղը շատ դժվարությամբ է դուրս գալիս։ Եթե միկրոսկոպի տակ կտեսնենք, որ նա կաղապարի մեջ փակված է, իսկ երբ որ բովում ենք, բացվում։
Այո, այստեղ ունենք մենք արդեն աղացած միջուկը, որը տաք ջրով բացելու ենք, ստանալու ենք շրեշը, այսինքն թանձրահյութը եւ լցնելու ենք իհարկե տոլմայի վրա։ Բարի, ես առաջարկում եմ ընդմիջել տեղերով վերադասավորվել եւ հետո շարունակել։ Հարգելի հեռուստադիտող, մենք անցել ենք բուն գործընթացին, այստեղ ինչ ենք արել, աղացած կանեփի վրա լցրել ենք տաք ջուր, հիմա որևէ կտորի մեջ, այո, մի քանի անգամ ենք աղում, որ դուրս տա։ Այստեղ արդեն սկսում է քամվել եթերայուղը կանեփի, այո, եթերայուղը քամվում է ամբողջությամբ, հիմա այսպես համբերատարությամբ պետք է ճիրել եւ այս առաջին քամված ամենապինդ հյութը վերցնում եք արդեն սեղանին մատուցելուց առաջ, որպեսզի տոլմայի վրա լցվի, արդեն որպես սոս։ Այո, թանձրուկ։ Չեք պատկերացնի ինչքան տաք է, ես դիմանում եմ համեստաբար։ Օ, երմանա։ Բա ձեռնոցն էլ հետը վառում է, բավարար։ Բայց լավ պետք է քամես հələ։ Օ, եմ բաներ քսեր կար չկրնաս գլոխանես, տեսեք ինչ։ Մի հատ վերևից խնդրում եմ ցույց տվեք ինչ հետաքրքիր թանձրահյութ եւ եթերայուղ ունենք դուրս եկացած եւ իհարկե կշարունակենք հետո երբ որ արդեն ամբողջը պատրաստ կլինի ավելացնեմ որ թանձրուկը որ կմնա ձեր սրբիչի մեջ սիրելի աղջիկներ հանկարծ դեն չնետեք որովհետեւ դուք երբևիցե նման սկրաբի որ փայլեցնում է մաշկը չեք հանդիպի իրոք ինքը շատ ցեննի պրոդուկտ է ընդհանրապես ոչինչ պետք չի գցել Հարգելի հեռուստադիտող մենք վերադարձանք այստեղ աժոտաժ էր իրականում տիրում քանի որ բոլոր աշխատողներով փորձեցինք ուրեմն գործընկերներով փորձեցինք քամել կանեփից դուրս եկող եթերայուղը եւ այս հեղուկը ու իհարկե ստացվեց բավական երկար քամելուց հետո ստացանք այսպիսի հեղուկ բացառիկ թանձրուկ ենք ստացել ուրեմն Ռայսա ջան ներկայացնենք ինչպես ենք արել աղացած կանեփը տաք ջրով բացում ենք լցնում ենք թանզիֆի կամ որևէ սրբիչանման նյութի մեջ հա որից քամում ենք այդ ամբողջ ջուրը առաջին հեղուկը պինդեջ շրեշը յուղային զանգվածը առանձին վերցնում ենք ամանի մեջ պահում ենք որպեսզի տոլման եփվելուց հետո երբ որ սեղանին մատուցում ենք լցնում ենք իր վրա իսկ այստեղ 3 անգամ քամելուց հետո 3-4 կարող է 7 անգամ միջև զուլալ չդառնա այդ ջուրը որովհետև եթե որ զուլալ է դառնում նշանակում է որ յուղային մասը այլևս չկա ու դնում ենք որտեղից են sense խելացի Առաջին անգամ եմ լսում լոգիկայով հաղորդավար ամեն ինչ ճիշտ է։ Ռայսա, ես ներկայացնեմ, որ ես ազգագրագետ եմ։ Օ! Եվ հայկական խոհանոցին տիրապետում եմ։ Հասկացա։ Այո, ուրեմն Եվ ընդհանրապես ուտելիքից եք հասկանում թանձրուկի առաջինը հանել։ Այո, միանշանակ։ Հետևաբար այստեղ Ռայսան ինձ հուշեց, որ պետք է սպասի նման այնքան խառնել, մինչև որ երգի դուրս գա, որպեսզի չկտրվի, չբզորվի, ուրեմն կանեփի ջուրը։ Ինչպես ավանդական մամաներն են ասում, խառնել մինչև եռալը, որպեսզի չկտրվի։ Կարող է արտասվում ես։ Սիրտս լցվել է։ Մեկից խամես տենան, լացի։ Ամեն դեպքում խա, բայց որ ճիշտն ասեմ, այո, կա տենց բան, շատ հուզված եմ, շատ պարտավորված եմ ինձ զգում, ես նման հաղորդումների շատ եմ գնում, բայց իմ տատու կանեփով տոլմեն սարքել։ Առաջին անգամ է։ Այո, առաջին անգամ է եւ պիտի ասեմ, որ այո, նաեւ հուզված եմ։ Տատս տեն արնձիկ սիրը հլետը մեր աղջկան տելևիզորով ցույցակի տան ուրեմն մի բատ բան լինի։ Ռայսա ջան, անցնենք քո մասնագիտությանը։ Դու մասնագիտությամբ beauty փորձագետ ես, հա? Ինչ է նշանակում beauty փորձագետ եւ հատկապես գիտեմ, որ նաեւ մատնահարդարության գծով ես դու աս վարպետ եւ բոլորս գիտենք, որ հենց ասում են մատնահարդարություն, մի անգամից Ռայսան լուսապսակով գալիս է։ Էլ մանիկյուրի կնիկ։ Էլ մանիկյուրի կնիկ։ Աջ կուտիկուլա, ձախ կուտիկուլա, վերև ներքև շեշտակի։ Ամեն ինչ շատ լուրջ, հա։ Իրոք ես ինչ անում եմ շատ եմ սիրում այդ ինչ որ։ Ռայսա ջան, իրականում քո արածի մեջ այնքան սեր կա, որ կապ չունի մասնագիտությունը, ինչ մասնագիտություն։ Երբ որ դու սկսում ես դրան վերաբերվել մասնագիտորեն, յուրահատուկ ներկայացնելով եւ առավել քան եւս դու ուսուցանում ես մարդկանց։ Իսկ դա ամենաբարդ եւ դժվար գործընթացն է իրականում մասնագիտության մեջ փոխանցել քո գիտելիքը դիմացինին։ Իսկ դու անում ես այդ դժվար գործընթացը։ Ես սովորեցնում եմ հայ աղջիկներին զբաղվել նել բիզնեսով եւ չդառնալ մանիկյուրշիցաներ։
ես միսիա ունեմ, ինչպես զբաղվելն էլ բիզնեսով եւ չդառնալ մանիկյուրշիցա։ Իսկ ինչ է beauty expert-ը, beauty ոլորտում երկար տարիների ձախողումների փորձ ունեցող բիզնեսմենն է, որը չի վաճառել պոչկան, երեխաներին մանկատուն չի տվել, ծնողները դեռ ապրում են իր հետ։ Այդ ես լավ էլի Ռայսա։ Որովհետեւ beauty բիզնեսով զբաղվելը այդ առաջին հայացքից թվում է թե դա գեղեցիկ բիզնես է, որտեղ գեղեցկության սրաների անունները բոլորը գեղեցիկ են լինում, չէ՞։ Կարմեն, Կարմելիտա, գեղեցկություն, հանգստություն, բայց ներսում համբուրվող օծեր են։ Որովհետև եւ օծուհիներ են, որտեղ հաճախորդը առավոտյան արթնացել էինք արդեն իրանից գով չի։ Ասում չգնամ սալոն։ Եվ գեղեցկության սրահները ունեն միսիա դժգոհ հաճախորդին երջանիկ դարձնելու։ Հենց այդտեղա կարևոր նախապայմաններից մեկը։ Այո, այդքան գեղեցկության, արտաքին գեղեցկության մասին չի, ինչքան հոգու գեղեցկության մասին։ Այո, քանի որ մարդը երբ որ զգում է, որ ինչ որ բան իր մոտ են չէ, փորձում է գնալ գեղեցկանալու կամ ինչ որ բան փոխելու իր ոճին։ Գալիս է մազերը կտրի։ Ընկերը երկու օր չի զանգել, մազերը որոշել է քյաչալա։ Կա իրակ։ Կա իրականում։ Կամ նստած մատարդարում անում, ասում է գրի արո։ Մինչև արոն գրում պրծնում ես, ասում է չէ, արո մի գրի վերջի տառը փողի։ Վալոտ գրի։ Շատ բարդ է բյութիում երկար տարիներ մնալը, երեխեք ջան։ Ես երկարակյացներից եմ։ Քանի տարի է որ այդ ոլորտում ես։ Ես 30 տարի զբաղվում եմ այս բիզնեսով, 30 տարիների աշխատանքային անընդմեջ փորձի ընթացքում ձախողել եմ 29 գեղեցկության սրահ։ Այսինքն բացվել, փակվել եմ ու էլի եմ փակվել։ Ամբողջ Հայաստանում։ Չէ, Ռուսաստանում էլ եմ ունեցել սրահների փորձ, այնտեղ եղել է մեր դոմանիկյուրը Ռայսա Ռուբենովնի, ամեն տեղի մանիկյուրների եւ սալոնների անունները դոմ ա եղել, տուն ա եղել, մանիկյուրի տուն, որովհետեւ ես ամեն ինչ անում եմ այնպես ինչպես ինձ սովորացրել են Գեղարքունիքում, ջիգարով սարերի չափ բարձրատում եմ, ձորերի չափ խորը սիրում եմ, տենց։ Ռայսա ջան, այստեղ Սոխը շատ երեխեք ջան։ Հա, ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Այո։ Ռայսա ջան, այստեղ ես արդեն երբ դուրս եկել անջատում եմ։ Վերջ հոյակապա առանց կամուկների Բեքսիկ չկրնակ գլոխանեք, բեքսիկ եղիկ խայտարակ, բեքսիկ մեզիկի տանթերթի, լետը մի տեսեք իշտ անձը։ Երկու գլուխը լավ բան է, վաբսե։ Ընդհանրապես։ Ճիշտ է։ Ռայսա ջան, ես այստեղ քանի որ արդեն եռացել է, անջատել ենք, սոխը էս մի հատ էլ պետք չէ։ Չէ, արդեն պետք չէ։ Դնենք ուրեմն դա կողքի հետ մեզ անհրաժեշտ չէ։ Այդ կաղամբը։ Այս թթու կաղամբն է, երեխեք ջան։ Այս թթու կաղամբի մեջ երբ որ ես միշտ տեսել եմ, Միջուկը հանում են։ Իմ մեծերը, որ սարքել են, այս դրսի օրինակ այս հաստ մասերը, մի երկու հատ երևի դնենք տոլմայի տակը, կացսայի։ Աբելա ջան, այսքան բան դու ուզք գինաս։ Հիացած եմ ես այժմյան երիտասարդներով, հիացած եմ իրանց պրոյեկտներով, հիացած եմ իրանց այս երկիրը ավելի շատ սիրելու եւ գնահատելու այս մոռացված բաները, իսկականից ապրեք։ Մեզ կներեք, որ մենք ձեզ չկարողացանք ավելի լավ երկիր տայինք։ Իհարկե դուք մեզ կներեք, բայց ես կարծում եմ համել մենք գլուխ գովալու տեղ ունենք 90-ականների երեխաներս, մենք արժանի սերունդ ենք մեծացրել։ Երեխեքը կհելնեն ծնողների սխալները կփակեն, հիմա մենք էլ էդ էինք։ Ասեմ, որ լավ թուփ է իրականում։ Հոյակապ կաղամբ է սառը։ Այո։ Երնեք են աղջկան, որ ձեր տուն հարս պետք է գա։ Լսեցիք։ Լսեցիք։ Ռայսա ջան, ես ուզում ես այս կարմիր պղպեղը լցնեմ խառնի ցիտրոնի հետ։ Մի անգամից միջև դու այդ գործընթացը իրականացնես։ Եվ ձեռի հետ այս քո անմահական սարքած սոուսից ավելի շուտ է։ Հա, բարի։ Աղը հանկարծ չափից շատ չլցնեք, ասեմ ավելին կարող եք առանց աղի պատրաստել, սոուսի մեջ արդեն աղը լցնել, որտեղ չմոռանաք, որ թուփն էլ է աղի։ Աղիությունը շատ չտա։ Իսկ ինչ շատ չեմ լցնում, չէ՞ Ռայսա ջան, այս հյութից։ Չէ, արևս շատ չես։ Ուղղակի բացելու համար կարմիր։ Այո, մեկը մենք վերջում այդ հեղուկը լցնելու ենք իր մեջ եւ ամբողջ տոլման էփենք։ Ցիտրոնը շատ է, թե ոնց։ Շատ լավն է, ամբողջը լցնում եմ։ Փշրած է, բայց մեկ անգամ եւս ես ուղղակի վրայով այսպես փշրելով անցնեմ, որ հարթ լինի ամեն բան։
Ես կշաղախեմ հիմա։ Կանեփով տոլման փաթաթելուց անպայման երեխեք ջան փաթաթում ենք թույլ։ Հիմա այն տանտիկինները, որոնք որ կնային կասեն, «Էդի մաթուլա փաթեթե, էդի տոլմայա, էդի ուրփաթու տոլմեն»։ Ասեմ որ Վարդենիսից ինձ մերոնք ասել են, որ անպայման թույլ կփաթեթես, որ ծավալը, համ սոչնիլին օրջուրն է թամեն։ Ռայսա դու մշեցի էր, չէ՞։ Այո, ես մշեցի։ Դե իմացի, ես ասունցի մշեցի եմ։ Օ։ Դրա համար լրացնում ենք, դուգա չի տալիս, է։ Ոչ մի դեպքում չի կարելի մեր երեխաներին զրկել եւ մեզնից կտրել այդ լավ սովորությունը, երբ որ մենք ասում ենք դու արմատներով, դու արից ես, դու վիճիժն ես։ Օրինակ երբ որ ասում ենք մշեցի ենք, դա մեկ ասում են, «Էլ մի ասեք մուշվան», ասելու ենք, միշտ ասելու ենք, որ ես միշտ պետք է ասես, ինչ կապ ունի, որ դու այնտեղ չես ապրել, այո, եւ իմ նախնիները այնտեղից են, մեր ճաշատեսակները այնտեղից են, մենք շատ նման ենք իրար, մենք Աբարանի ժողովրդին ենք նման, որովհետեւ մշեցիները Աբարաններ են գնացել։ Արագածոտնի մարզը, Գեղարքունիքի մարզը բավական նման են եւ բարբառային շերտով եւ ապրելակերպով եւ կեցավայրով, որովհետեւ ամբողջովին իրար նման են։ Սարեցի մարդիկ են, մեկ ես ծիծաղում եմ, երբ որ նայում եմ իտալական ֆիլմերը, ասում եմ, որ Սիցիլիայի այդ բաների, ադատների, կարգերի եւ ավանդույթներին շատ նման է մեր Գեղարքունիքը։ Ես հպարտանում եմ դրանցով, ես հպարտանում եմ, որ մենք ունեցել ենք խիստ հերեր, ես հպարտանում եմ, որ մենք ունեցել ենք խիստ աղբերներ, ես հպարտանում եմ այն ժամանակներով, երբ որ գնում էին այդ ընտանիքի աղջկան ուզելու։ Ոչ թե այդ աղջկան ուզելու, այլ այդ տնից աղջիկ տանելու։ Մեր գյուղում կատակ էին անում, ասում են Մելքոնյանի աղջիկներ որ քուրել եղին, այդ ազգից կտանեն տունը չեն։ Ռայսա ջան, ուրեմն ես առաջարկում եմ այստեղ կոթեր ամբողջովին կտրատել, պատրաստել փաթաթելուն եւ կհանդիպենք, երբ որ արդեն փաթաթման բուն գործընթացը կլինի։ Ռայսա ջան, նախ անդրադառնամ քո մանկության համին, մենք բաց թողեցինք մանկության համը։ Կա այնպիսի ճաշատեսակ, որ քո մանկությունն է հիշեցնում եւ շատ ես սիրում այդ ճաշատեսակը։ Այո։ Ինչն է։ Այդ խենգելն է, թաթար բուրակին է, որը մեր ընտանիքում այդ ընտանեկան կիրակնորյա հավաքույթների իմ բացառիկ հիշողությունների մեջ է, երբ որ մամաս քրֆելով, բողոքելով մեզնից սարքել այդ ճաշը, երբ որ տրամադրությունը տեղն էր սարքում, աղբերս ասում էր խամով չեղի։ Խամով չեղի, տրամադրություն տեղն է, անպայման պետք է մաման այդ ընթացքում մեզի ասեր գեղացիներ, ուրիշ բան չկա ուտելու, առավոտը ձիրգուն գելին խմորը կուտեն սխտորով, որովհետև մայրս արմատներով Երևանից էր, իսկ հայրս գյուղից։ Մեզ այդ առաջին մարդով մեզ ասել է գեղացիներ, իդի մեր մաման է, դրա համար մենք դրանից չենք ամաչում։ Հիմնական մարդկա չի, ասում ես ամաչում եմ, ասեմ որտեղացի եմ, ես ասում եմ իմ մերն է մեզի ասել գեղացին, մենք ընդունում ենք, որ այդ տենց է։ Լավն է։ Այդ թաթար բորակին է իմ բացառիկ հիշողությունների մեջ, որը որ եւ ավանդական կերակուրը համարվում հոյակապ։ Էջնեք մեր կերկսաներն եք քուտարողին, ես էքսեմեջնեք քեզի աղջիկ տվողին, երնեկին աղջիկ որտի։ Շոյված եմ։ Ռայսա ջան, արի անդրադառնանք նաև քո բլոգերությանը, որովհետև ասում եմ անկախ քեզնից դու բլոգեր չէիր ուզում դառնալ, մեկ էլ դարձար։ Ոնց։ Ես բլոգեր ծնվել եմ, իմ առաջին բլոգերական ելույթները եղել է մեր սովխոզի գոմերում, երբ որ ես մեր գյուղի կովերի համար կփաստեր մեր գյուղացիները, մեր գյուղի կովերի համար երգում էի, դպրոցում ինձ սովորացնում են, ընդ երգում էինք։ Լենին պապիկը մանուկ է եղել, ես սովետի թվ երեխա եմ, ոնց դրա համար երգում էին գոմերում, որպեսզի բարձրանար կովերի կատնատվությունը։ Ես այն ժամանակվանից բլոգեր եմ։ Այսինքն գերմանական հատուկ անասնապահական թերապիա եք անցկացրել։ Ասեմ ավելի, ես այնքան հետաքրքիր գյուղում եմ մեծացել, որտեղ մեր գյուղի կովերը կերել են Ուկրաինայի Սալոն խոտ։ Որ գյուղներ ձերը։ Վարդենիսի շրջան գյուղ Մաքենիսում եմ ես ծնվել։ Ինչ սիրուն անուն է։ Մաքենիսը պատմական եկեղեցի ունի, մեծագույն սիրով ձեզ կհրավիրեի մեր գյուղ, մեր եկեղեցի։ Բլոգեր դառնալու իմաստը եւ մեր գյուղի լեզվով խոսելու իմաստը հենց այնպես չի, պարապ չենք բլոգերությամբ ենք զբաղվում եւ դրանից առաջ էլ մեր գյուղացիներից սկսած ես հետևորդներ ունեցել եմ։ Իմ հետագա նպատակը, ասեն ինչ որ անում եմ, քո հաղորդում ինչ որ նպատակ ունի, չէ՞, մարդկանց հետ
բերել այդ ավանդույթները, իսկ իմ մեր գյուղի բարբառով խոսալը մեր քեղեր չսեն մեկ քիչ քեզ իզուս պախա մեր քեղեր քսեն մկաթերզ զերկեմ քիթ մռոթ ֆանտանից եւ ընդհանրապես նման բաներ եկել է նրանից որ ես երբ որ գյուղում էի անցած տարի տեղափոխվել էի գյուղ միջալոց որոշել եմ այս տարի էլ տեղափոխվեմ դեռ չի ստացվում սահմանամերձ գյուղեր այսինքն ապրել այնտեղ բայց աշխատել Երևանում ապրել այնտեղ աշխատել Երևանում անցած տարի ունեի այդպիսի պրակտիկա իտրախանվար դարձերի Գեղարքունիքի հայտնի խորքուր դե որ ճամփին գնում գալիս եմ եթե նկատել եք ես խոսել սիրում եմ որպեսի պարապ չմնայի ճամփին ով կանգնում էր ուր գնում էր տեղափոխում էի դասում են դարակետա կեմեր արի տանեմ դարակետած մարտունի ու տենց դարձել էի Գեղարքունիքի հայտնի խորքուրում մեր գյուղի լեզվով խոսելը բարբառներին մարդկանց մոտիկ դարձնելը եւ սիրելի դարձնելը վերջին ժամանակները դարձել է շատ մոդայիկ այո միանշանակ բայց լավ տենդենսիա ես շատ ուրախանում եմ մեկ ինձ ասում են նայ ես աղջիկն էլա քո նման արել էլի եմ ասում Օսկարի խոսքեր շնորհակալություն ծնողներից շնորհակալություն իմ հարազատներին շնորհակալություն բարեկամներին ու հարևաններին որի մեջ կարողացել են դաստիարակել այնպիսի արժեքներ որ չամաչենք չմոռանանք վեր հանենք պատմենք ու էլի դա մեջն է վերջի վերջում մեր մշակույթն այո որը որ պետք է պահպանել որտեղ ամոթ բան չկա վերջերս գիտես ինչ եմ լսել ոչ մի նոր բան պետք չի սովորել, հիմնապետ պահել։ Իրականում լավագույն նորը դա բան ասում է հինն է, որովհետև հինը պատտվում նորից հետ է գալիս։ Մեր իմաստուն ծնողները, այն ինչը որ մեր հազար խելքի տեր ազգուտատն ու տատիները մեզ փոխանցել են, պարզապես պետք է այդ շատ լավ վերհիշել եւ չմոռանալ, ոչ մի նոր բան էլ պետք չի ստեղծել Աստծո սիրուն։ Մեր հին ավանդույթները, մեր հագուստները, մեր պարզապես պետք է հիշել, որ մենք Արարատ ունենք եւ որ այստեղ է բարձրիկ Սևանում երկինքը իր ճիշտ պատճենը տեսնում ասում է։ Ամեն տեղը տենում է, բայց մենք ուրիշ ձև ենք ասում, հենց ենք ասում, մենք էլ ենք հավատում, որ միայն այստեղ է բարձրիկ Սևանում։ Երանի թե բոլորը հավատային դրան։ Ես չեմ սիրում բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում իմ երազանքին։ Ես ինչ շրջապատում եմ։ Մարդիկ ովքեր չեն հավատում քո երազանքին։ Իմ հորինած հեքիաթին օրինակ։ Վերջերս ես պատմել եմ Գեղարքունիքի մարզից մի տեղի մասին, որտեղ իմ տատն ասել է Պուճուր Հիսուսին գողացել են բերել են, այստեղ որ չարքերը չտանեն։ Ախպեր հիմա ես ինչ հիշում եմ, ինչ լսել եմ պատմում եմ, սաղ ասում են, այտենց բան չի եղել։ Ասում եմ, լավ, եղի չի եղել, իմ տատու հեքիաթը չի։ Մի րոպե Ռայսա ջան, այստեղ իմ մասնագիտական դաշտը արդեն բերեմ առաջ, քանի որ ասացի ազգագրագետ եմ, դա ազգագրության մեջ նաև բանահավաքչական հատված է լինում եւ ամեն տարածաշրջանում հավատալիքային սկզբունքից ելնելով ստեղծվում են ավանդազրույցներ, հեքիաթներ, առասպելներ եւ տատիկի առասպելը ուղակի ինչ բաներից ելնելով հավատալիքային սկիզբ է առնում հենց այդտեղից, այսինքն իր մոտեցումը Քրիստոսին, հավատքին, հա, պարզապես ստեղծված միֆականությունը ստեղծվում է տեղային բնույթ կրելով Դա է պատճառը։ Ես չեմ, եկա ազգագրագետ մասնակցա։ Հետաբար դա սովորական երևույթ է, անգամ այն դեպքում, երբ որ կերպարը անգամ միգուցե Հայաստանում չի եղել կամ եւ այլն, մարդիկ խոսում են եւ միֆականացնում են, դարձնելով դա հեքիաթի ժանր, ինչպես են հեքիաթները ձևավորվում, բարձր որ այդ ճանապարհով։ Տեսեք։ Անտեր բնակ, խելքը լավ բան է։ Ռայսա ջան, ես առաջարկում եմ ամբողջովին փաթաթել Տոլման մնաց մի երկու հատ կփաթաթենք կդնենք գազի վրա Այն չէր ասում բլոգից խոսեցինք Այո խոսեցինք բլոգերության հետ կապված Իմ բլոգերության նպատակը իմ երկրի մարդկանց հայրենիքի սիրուն մարդկանց ցույց տալն է ինչքան ես չեմ գրում նախորոք սցենար եւ չեմ անում մոնտաժ իմ սցենարները դրանք իրական կյանքից են իրական կյանքից կտորներից վերցրած որը որ ես գտնում եմ որ հետաքրքիր կլինի մարդկանց նայել միանշանակ անկեղծություն կա դրանց եւ առիթից օգտվելով ասեմ որ բլոգեր լինելը դա մենակ ուղիղ եթերում ճաշ լափելը եւ ավել պակաս խոսելը չի այլ շատ կրիտիկ է ներկայացնում այլ TikTok-յան բլոգեր լինելը իր հետ նաև միսիա ունի, որովհետև մենք ամբողջ աշխարհին ներկայացնում ենք ով ենք մեզ, ինչպիսին ենք մենք, օրինակ ենք մեր երեխաների համար, որովհետև այնտեղ լիք անչափահաս երեխաներ կան եւ բլոգերը իր երկրի դարդով ցավով երկրի համով ուրախացող ու տխուր բաներից տխրողն է եւ առաջին մարդը պետք է լինի, ով բարձրաձայնում է այդ մասին։ Ես կարծում եմ ես այդպիսի բլոգեր եմ, որովհետեւ ես աղբ չեմ թափում, աղբ հավաքում եմ, դրանով ապացուցում եմ իմ երկիրը, շնորհակալություն։ Այ ցավը տոնեմ։ Գլազալմա։ Զգում ես, չէ՞։
տերևները վերջացավ, վերջին գտալն է, հետո չասել դու տոլմա փաթել չգիտես, Ռայս։ Սկսիր դե ձեր նման ուղեկցողի հետ, հա, ձեր նման մարդու հետ, դա ինչ մի խանդ մետոլ միեղածն ինչա որ։ Վերջին տոլմայի հատիկն է, որ մենք փաթաթում ենք, ես առաջարկում եմ արդեն քանի որ տոլման փաթաթված է, ավելացնելու ենք ուրեմն կանեփի եթերայուղը եւ ամբողջ այս շրեշը, ինչպես ժողովրդական լեզվով կասեն, եւ դնելու ենք իհարկե գազօջախին, որպեսզի եփվի։ Կհանդիպենք, երբ որ արդեն ժողովրդական տերմինով ասած հլմռած, կծված եւ եփված կլինի։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձել ենք, պատրաստ արդեն համտեսելու մեր տոլման, ուրեմն փաթաթվել է խճողակով, եփվել է բավական երկար կանեփի ջրի եւ յուղի մեջ, իհարկե մենք ընթացքում նաեւ խճողակին ավելացրել ենք բուսայուղ, կարող եք ձիթայուղ ավելացնել, մի փոքր շաղախը ավելի յուղային դարձնելու համար, բայց եթե ձեր կանեփի շրեշը բավականաչափ խտանյութը շատ է, հետաբար կարող եք ընդհանրապես ձիթայուղ չավելացնել։ Այստեղ ունենք արդեն առաջին թանձրուկի հյութը, որը որ պնդացել է մեզ մոտ, քանի որ մի քանի անգամ եփել եւ սառացրել ենք ջրի մեջ, որը որ ամենաառաջին ընկղմված, այո։ Դա սա առաջի քամուկից վերցված է։ Այո, վերցնում ենք արդեն պատրաստի տոլմայի վրա ավելացնում ենք եւ կանեփով կարող եք զարդարել ուղղակի գեղեցկացնելու եւ համը էլ ավելի ապավելու համար։ Ռայսա ջան, հետաքրքիր դու նյութ ասացիր ինձ դաթարի ժամանակ, խնդրեմ ասա, երբ են այս տոլման պատրաստում։ Վարդենիսում սա ընդունված է մեծ պահքի վերջին շաբաթը մատուցել, մեծ բիտոններով են սարքել, այո, վերջին ուրբաթի համար պատրաստել։ Խաչելության օրը, ավագ շաբաթ օրը։ Այո, եւ խորհրդանշական է նրանով, այժմ որ սա բաժանվել է 7 տուն, մատաղի գաղափար է դրված։ Այո, փայ է բաժանվել 7 տուն։ Ես նաեւ մտածում եմ, որ քանի որ նրա մեջ կան հատիկներ, հատիկը դա մեր ազգի մեջ դա բազմանալու, պատկաբերության, այո, այդպիսի իմաստ է ունեցել։ Վարդենիսցիները պատրաստել են եւ բաժանել են 7 տուն։ Շնորհակալ եմ նախ որ դու ինձ հյուրես եկել։ Շնորհակալ եմ հրավիրել եք։ Բայց ես առաջարկում եմ փորձել։ Հիմա կփորձենք ոնց է ստացվել։ Ոնց կասե Ռայսան, մեր արև շատ համովա։ Մեր արև խամումը։ Օրցի, սարերի բույրը Վարդենիս է, այսպես գալիս գնում։ Հա, մաքենիսը աչքից դեմով անցավ։ Շնորհակալ եմ Ռայսա ջան, քո մանկության այս յուրահատուկ բաղադրատոմսը մեզ հետ կիսվելու եւ իհարկե ազգային խոհանոցը մեկ բաղադրատոմսով եւս համալրելու եւ հանրահռչակելու համար։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Ես նույնպես։ Այսօր Ռայսայի հետ միասին Մաքենիսի, Մուշի, Ալաշկերտի բույրերը միազուգակցեցինք եւ ազգային խոհանոցից յուրահատուկ տոլմա պատրաստեցինք, որի բույրը եւ համը շատ հետաքրքիր էր։ Խորհուրդ եմ տալիս պատրաստել։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին տեր կենթանին։ Կհանդիպենք հաջորդ եթերին։